Ժողովուրդ ջան, այն ով չի ուտում հաց, իմ նման, ես հաց չեմ ուտում, ասենք գնացեմ խլիպցի եմ առել, միարժանակ խլիպցի եմ կերել, հիմա չեմ ուտում, էլի, ես ձեզ ասեմ, ով որ ասում է, ոչինչ չա եղել, որ բանը չի լինի, թող, ես զզվում եմ, ես 4 կարգի ցորենից զզվում եմ, գիտեմ այդ նեխած, լղկած, միջատների մեջը, չգիտեմ ինչ, բրաժենյա, շատ է որ աղում են, հետո սպիտակ, չգիտեմ, ով որ իմ նման է, ես ձեզ ասեմ, երշիկի մեջ էլ է ալյուր լինում, իսկ Ալեքսանյանը ունի մայասիմյա երշիկի ֆաբրիկան, երշիկի զավոդ ունի, ինքը ունի իր կենդանիների ֆերման, դա կենդանիներն է տալիս է տա, կենդանիները դա չի ազդում, հետո ուրիշ տեղեր իր արտադրանքի ինքը մակարողենը, մայասիմյա մակարոներ են կար, հիմա եւի ուրիշ անունվան տակա կամ էլ կա, ես մակարոն ասենք չեմ այդքան օգտագործում, այն կիլոները որ սիտիմլիկն է, երևի այդ իր մայասիմյան, արդեն ուպակովկա չի անում, դեց կիլոներով է լցնում, չգիտեմ, որ ասեմ հաց պետք չի, ես օրինակ հաց շատ եմ սիրում, սիրում եմ ամեն ինչ հացով ուտել, որտեվ մեծ մասամբ որ հացով եմ ուտում, ինձ թվում է համը քչանում է, ուտելիքիս համը ուժեղ է, քչանում է, ինձ դա ավելի է դուր գալի, հետո կշտանում ես հացով ես ուտում, վերջով երշիկը, պանիր առանց հացի ոնց ուտես, նայեք ես խաղողը, ձմերուկը, շատ բաներ, պանիր հացով, անգամ թեյը, կանաչի, քաղցր թեյը, կանաչի պանիր, քաղցր թեյ հացով էլի սիրում եմ ուտել, չգիտեմ, նայեք դուք, եթե հացակերեք ու չեք ուզում դա ուտել, իմացեք, որ շատ բաների մեջ կա, խմորեղեններից էլ եմ զրկվել, սուրճը խմորեղենով էի միշտ ուտում, կոնֆետների մեջ էր լինում, խմորեղենի մեջ էր լինում, երշիկների մեջ էր լինում, նապ երշիկների մեջ շատ բաների մեջ է լինում, որ չի ուզում օգտվի այդ ցորենից, ուշադիր եղեք, ինչը որ գնում եք, մի հատ մեջը կարդացեք, խոմ մեջը ալյուր չկա, մեր էկոնոմիկայի նախարարը, մեզ ասում է դուք կերել եք, ինչ ա եղել, սաղ աշխարհը չի ուտում, մենք ուտում ենք, սաղ աշխարհը կենդանիներն է տալի, ինքը մեզ է տալի, ու շնորհավորում է, որ մենք կերել ենք, ինքը նախարարը, ինքը հացի նման ապրանքը չի իմանում որտեղից երբ է գալի, գիշերը կեսը գնում է դիմավորում է, պարզվում է Կազախստանն չի, ռուսականն է, ո՞ս բարդակը ոնց են սարքել, ալյուրի առաջի, երկրորդ, երրորդ կարգը, էդիկ պամոլից է կախված, ոնց են աղացել, իսկ բանը, շատ տարբեր մի 40 սորտ կա, ասել եմ դրա մասին, մի 40 սորտ բան կա, այդ ցորեն կա, հիմա ենք ոչ ցորեն են ասում, ոչ ալյու են ասում հացը, 4 սորտինը, ոչ ալյուրը, ոչ ցորենը ուտելու չի, իմացեք, ձեր աղջությունը, այսօր կերակ, կարող մի կես տար հետո, մի տար հետո, 2 տար հետո ինչ-որ հիվանդություն ունեցաք, դուք չեք մտածի, որ այդ հացից է, լիչնը ես փաս, չգիտեմ ով որ իմ նման փաս է, իմացեք, որ ամեն բանի մեջ նայեք, ինչ առնում եք, ինչ ֆաբրիկա է մտել, ինչ զավոդ է մտել, ինչ զավոդից է գալի ֆաբրիկա, մի հատ կարդացեք վրան կա թե չէ, ասում եմ երշիկի մեջ էլ կա, պատկերացրեք, ես լրիվ հասկանում եմ, հացի մեջ վիտամին B-ը, A-ը, որը շատ անհրաժեշտ է մարդուն, նմանդ որ հիմա ֆինանսապես շատերը այդքան մեր ապահովված չեն, մի փոքր հաց ես ուտում կշտանում ես, ինչքան ես ինչ ուտես, որ կշտանաս, կշտացնողը հացը նաև վիտամին B կա, որը իմունիտետը բարձրացնում, շատ է պետք մարդուց, ամեն ինչ հասկանում եմ, ժողովուրդ ջան, բայց այդ իմունիտետը բարձրացնելու փոխարեն նայեք չխաթարի իմունիտետը, իսկ դա 4 սորտի ալյուրը հաստատ կանի այդ, խաթանի։